Բարի լույս սիրելիներ։ Պողոս Արաքյալը Տիմոթեոսին ուղղված իր երկրորդ նամակի վերջին գլխում, 4-րդ գլխում հետևյալն է գրում Տիմոթեոսին. Քարոզիր Աստծո խոսքը, հայտարարիր այն ամեն առիթով, պատեհ թե անպատեհ, հանդիմանիր, սաստիր, հորդորիր, մեծ համբերատարությամբ եւ ուսուցանելով, որովհետեւ կգա ժամանակ, երբ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող եւ իրենց ականջներին հաջողախոսող ուսուցիչներով կշրջապատեն իրենց։ Սիրելիներ, այսօր ինձ թվում է, որ այդ ժամանակն է, երբ առողջ վարդապետությանը շատ չեն ուզում ականջ դնել։ Իմացող մարդը այո, սիրով կլսի, կսովորի, կընդունի այդ ամեն ինչը, բայց այսօր հասարակությունը փորձում է ավելի թեթև, ավելի պարզ տարբերակով ինչ-որ մի բան լսել, իսկ Սատանան այսօր բոլոր եղանակները օգտագործում է, որ այդ թեթևության մեջ սուդը, կեղծիքը, մոլորեցնող երևույթները տեղադրի։ Եվ մեր ժողովուրդն էլ առանց հասկանալու, առանց խորանալու անմիջապես լսում եւ ընդունում է։ Օրինակ գծես սոցցանցերում տարածվող այսպես կոչված քարոզ խոսություններն են։ Ուրեմն Պողոս Արաքյալը ասում է. անդադար հորդորիր, քարոզիր, խրատիր, որովհետև այսօր է այդ ժամանակը։ Սիրելի քրիստոնյաներ, քարոզչությունը, Աստծո խոսքի տարածումը իմ կարծիքով միայն հոգևորականինը չէ, այլ նաև ձերը, որպես հավատացյալներ, որպես հայ առաքելական եկեղեցու զավակներ, ձեր կյանքի օրինակը կարող է քարոզչություն լինի եւ ճշմարիտ վարդապետության քարոզչություն։ Հետևաբար այսօրվա խորհրդի պատգամը բոլորիս է ուղղված։ Անդադար խոսենք, անդադար ապրենք, անդադար քարոզենք այն ճշմարիտ վարդապետությունը, որը գալու է լցնելու մարդկանց հոգիները, սրտերը եւ մտքերը, որպեսզի չհեռանան մայր եկեղեցուց եւ կարողանան տեսնել որտեղ է ճշմարտությունը եւ որտեղ է կեղծիքը։ Կարողանան հավատարիմ մնալ այն վարդապետությանը, որ հազարամյակներ շարունակ դրվել է հայ առաքելական եկեղեցու ծոցում, որտեղից սնուցվել են բոլոր այն մարդիկ, ովքեր համարվել են այդ եկեղեցու զավակներ։ Եվ այսօր էլ այդ ցնուցումը շարունակվում է։ Այնպես որ հավատարիմ մնանք Տիրոջ խոսքին, խոսենք այն եւ կարողանանք տարբերել ճշմարտությունը ստից եւ կեղծիքից։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։